Ստամբուլում հավաքվել էր Համասի գրեթե ամբողջ ղեկավար կազմը, որի ընթացքում էլ հանդիպում է եղել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի հետ։ Օրակարգում ոչ միայն հրադադարն էր, այլև այն, թե ով է զբաղեցնելու իր տեղը հետպատերազմյան քաղաքական քարտեզում։ Ստամբուլում Իբրահիմ Քալանի հետ հանդիպմանը Համասի ներկայացուցիչները ներկայացրել են Գազայի ծանր հումանիտար իրավիճակը, շարունակվող ռազմական գործողություններն ու հայտարարել, որ հրադադարի շուրջ բանակցությունները վճռորոշ փուլում են։ Շարժման ղեկավարությունը նաև պնդել է, որ բանակցություններում առաջընթաց հնարավոր կլինի միայն Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման դեպքում։ Փակագից վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի խոսքով Թուրքիայի հետ ակտիվ շփումներով Համասը փորձում է նաև վերադասավորել իր արտաքին հնարանները։ Եթե նախկինում շարժման գլխավոր հովանավորը Իրանի Իսլամական Հանրապետությունն էր, ապա այժմ այն ձգտում է ավելի լայնորեն օգտագործել նաև Թուրքիայի քաղաքական եւ դիվանագիտական հնարավորությունները։ Երբ Թուրքիան դիվանագիտական առումով նաև խնդիր ունի Իսրայելի հետ եւ հեռադորաբանությունը, որ միմյանց դեմ անում են, նաև Համասը հարկ է համարում, որ նորից վերադառնա նաև Թուրքիա եւ փորձի առիթը օգտագործելուց նաև Թուրքիային տա դիվիդենդներ, որի հիման վրա փոխշահավետ որ հարաբերություններ ստեղծվեն այս պահին։ Այս ֆոնին Անկարան փորձում է ներկայանալ ոչ միայն որպես Պաղեստինյան հարցի քաղաքական աջակից, այլ որպես այն դերակատարներից մեկը, որը կարող է մասնակցել Գազայի հետ պատերազմյան ապագայի շուրջ որոշումների կայացմանը։ Սակայն այդ հավակնությունները բախվում են տարածաշրջանի մյուս ազդեցիկ խաղացողների շահերին։ Թուրքիան նման նպատակ ունի, բայց թե ինչքան կարողանա հաջողի դա այս պահին որպես միջնորդ հանդիսանա, ես մի քիչ լավատեսական չեմ, որովհետև թե Եգիպտոսը եւ թե Կատարը շատ հին անցյալ ունեն եւ շատ ծերտ կապեր ունեն Պաղեստինում աշխատող գրեթե բոլոր խմբավորումների հետ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Անկարայի համար նման շփումները նորություն չեն։ Նրա խոսքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վաղուց է հիմնված պետական եւ ոչ պետական տարբեր դերակատարների հետ կապեր պահպանելու սկզբունքի վրա, եթե դա բխում է երկրի ռազմավարական շահերից։ Թուրքիան պետական մակարդակով երբեք չի խորշել տարատեսակ ծայրահեղական կազմակերպությունների կամ լեգիտիմություն չունեցող կամ այսպես մասնակի լեգիտիմություն ունեցող կառույցների հետ շփվելուց, ահաբեկչական կառույցների հետ շփվելուց եւ դա կարելի ասել իրենց պետական քաղաքականության մի մասն է։ Թուրքիայի համար այս հանդիպումը եւս մեկ հնարավորություն է մեծացնելու իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Անկարան ձգտում է չսահմանափակվել միայն քաղաքական հայտարարություններով կամ հումանիտար նախաձեռնություններով եւ իր մասնակցությունն ունենալ այն գործընթացներում, որտեղ որոշվելու է Գազայի հետ պատերազմյան կառավարման մոդելը։ Միջնորդի բարձրագույն աստիճանի է ձգտում, որը դե ֆակտո հավասարազոր է այսպես այդ հարցում որոշում ընդունողներից մեկի կարգավիճակին, այսինքն միգուցե այսպես ասենք դե յուրե միջնորդ, բայց դե ֆակտո գլխավոր խաղացողներից մեկին է հավակնում։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է հայտարարել, որ Համասի ղեկավարությունը մնում է իր առաջնային թիրախներից մեկը։ Այդ պայմաններում Թուրքիայի կողմից շարժման քաղաքական ղեկավարությանը բարձր մակարդակով ընդունելը կարող է ել ավելի խորացնել Անկարայի եւ Թել Ավիվի առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Փորձագետների գնահատմամբ Գազայի պատերազմն արդեն վաղուց միայն ռազմական գործողությունների մասին չէ։ Զուգահեռ ընթանում են նաև քաղաքական ազդեցության պայքար, որտեղ որոշում է ոչ միայն հրադադարի ճակատագիրը, այլև այն, թե ով է ձևավորելու եւ ներկայացնելու Պաղեստինի քաղաքական ապագան պատերազմի ավարտից հետո։